Պապան ասել էր մեզ կամ բժիշկ, կամ ոչ մեկ։ Առաջի անգամ տեսա ոնց է վիրահատում քիթ, սիրահարվեցի մասնագիտության ու մինչև հիմա ես չեմ փոշմանել։ Ես միշտ փորձում եմ պացիենտին համոզել, որ մենք սարքենք բնական քիթ։ Սիրուն է իմ համար եւ ուրիշ մարդու համար կարա լրիվ տարբեր լինի։ Հայաստանում կա այդ սեքսիզմը, որ կին վիրաբույժ է ու սովորաբար տղամարդը քեզ ավելի շատ է վստահում, քան կինը կնոջը։ Ավելի ուժեղ եմ, որպես մարդ իմ էմոցիաներով, ֆիզիկապես, բայց տանը ես չեմ ուզենա տենց լինել շարունակել, ես կուզենամ գամ տուն ու զգամ, որ всё, я женщина, одеваю розовые тапочки и отдыхаю։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եթե դեռ կան մարդիկ, ովքեր չեն բաժանորդագրվել մեր ալիքին, ապա հենց հիմա խորհուրդ եմ տալիս դա անել։ Ես հրավիրում եմ տաղավար շատ հետաքրքիր մարդկանց, խոսում ենք ամենահետաքրքիր թեմաների մասին եւ իհարկե քննարկում ենք շատ ակտուալ թեմաներ։ Եվ այսօր էլ բացառություն չէ։ Այսօր մեր զրույցը գեղեցկության մասին է լինելու։ Այսօր իմ տաղավարում հյուրընկալվել է պլաստիկ վիրաբույժ Անի Հովակիմյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Մեր հետևորդներին ուղղակի ուզում եմ ասել, որ Անին երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, այնպես որ եթե հանկարծ մեր խոսակցության ընթացքում կլսեք որոշ ռուսերեն բառեր, ապա չզարմանաք, որովհետև Անին որոշել է վերադառնալ Հայաստան եւ իր կյանքը եւ գործունեությունը շարունակել Հայաստանում, իսկ դա շատ գովելի է։ Անի, եկեք սկսենք հենց այդ պահից, թե ինչպես դուք հայտնվեցիք Ռուսաստանում եւ որքան եք այնտեղ ապրել։ Երբ ես 7 ամսական էի, ծնողներս որոշեցին, որ պիտի գնան Ռուսաստան, եւ 7 ամսականից ես արդեն մեծացել եմ Ռուսաստանում։ Իհարկե մենք ամառները գալիս էինք մեր ընտանիքով տատիկի մոտ, այդ կապը չէինք գործում հայրենիքի հետ, բայց դե իհարկե ավելի շատ ես մեծացել եմ այնտեղ։ Այսինքն կարելի ասել ձեր ամբողջ գիտակցական կյանքը, ուսումը, ընկերական շրջապատը ձևավորվել է այնտեղ։ Այո։ Բայց հետաքրքիր է, ես գիտեմ, որ Հայաստան վերադառնալու որոշումը հատկապես ձերն է եղել։ Այ ինչպես է։ Ինչու որոշեցիք վերադառնալ։ Կարոտը ինձ տեղ շատ էր դուր գալիս, որտեվ ամառը Հայաստանում շատ հավես է, հիմա որ ես արդեն ավելի երկար եմ ապրում ստեղ, հասկացել եմ, որ ձմեռը այդքան էլ լավ չի։ Ճիշտ է։ Բայց բնականաբար մենակ բնությունը չէր, որ ձեզ դուր էր գալիս, չէ՞։ Մենք ստեղ ունենք շատ բարեկամներ, ես նաև ունեմ ստեղ ընկերներ, են վախտել ունեի, երբ որ մենք գալիս էինք ավելի փոքր էի ես։ Ու երբ որ ես 9-րդ դասարանում էի, մենք էլի կրկին ամառը եկել էինք Հայաստան, այսպես ասած, պապան որոշել էր, որ մենք պիտի բոլորս դառնանք բժիշկ, եւ ես որոշեցի, որ ավելի լավ է կամ ստեղ։ Անի, կներեք, որ ընդհատում եմ։ Ես գիտեմ, որ դուք ուզում էիք դառնալ լրագրող։ Այո։ Եվ նույնիսկ ստեղծագործում էիք, գրում էիք բանաստեղծություններ։ Այո, ես մինչև երևի բժշկականի 3-4 կուրս զբաղվում էի դրանով, հետո որ արդեն շատ ծանրաբեռնված էր գրաֆիկը, երևի էլ չհատկացրեցի ժամանակ, որ այդ ամեն ինչով զբաղվեմ։ Բայց ձեր հայրիկը շատ ուզում էր, որ դուք դառնաք բժիշկ, եւ կարելի ասել ինչ որտեղ նաեւ ստիպել է, չէ՞։ Այո, ինքը համ իմ քուրիկն է մեծ անեստեզիոլոգ, համ իմ աղբերն է բժշկականում սովորում, համ էլ ես դե բժիշկ եմ։ Երեքդ էլ գնացիք այդ ուղղությամբ։ Պապան ասել էր մեզ կամ բժիշկ կամ ոչ մեկ, ոչ մի բան չի դառնա։ Ինքը ունի շատ բժիշկ ընկերներ, ու պապայի համար այն մարդով կրում է սպիտակ խալատ, ինքը շատ սենց ավելի բարձր է։ Միգուցե նաև դա իր ցանկությունն է եղել, հա։ Եվ որոշել է իր երեխաների միջոցով ստանալ այդ երջանկության չափաբաժինը։ Ինձ թվում է մաման էլ, իրանք երկուսով էլ։ Մաման էլ։
Բայց անի հետաքրքիր է, այդ ժամանակ երբ որ փոքր ես լինում, հիմա խոսենք նաև այն մասին, թե դուք արդյոք շնորհակալ եք պապային, որ ձեզ ստիպեց դառնալ բժիշկ, թե չէ, բայց երբ որ փոքր ես լինում, ունենում ես երազանքներ, ուզում ես ասենք դառնալ լրագրող, ու հանկարծ քեզ ասում են, ոչ, դու պիտի անպայման դառնաս բժիշկ, չէիք հակառակվում, օրինակ պապային չէիք ասում, որ ոչ, չեմ ուզում։ Երբ որ ավելի փոքր ես լինում, այդ ազդեցությունը քո վրա ավելի շատ ազդում, որ կողքից ասում են, «Էս ավելի լավ է», դու ինքդ քեզ համոզում ես, որ հա ավելի լավ է բժշկի մասնագիտությունը, ու հիմա որ ես նայում եմ իմ խարակտերին, իմ խայսյատին, ես հասկանում եմ, որ ես չէի կարող աշխատել լրագրող, որտեղ ես ավելի հանգիստ մարդ եմ, ավելի հա, ասենց իմ անձնականի մեջ եմ, ուրիշների հանդեպ։ Միգուցե ձեր հայրիկը ձեզ ավելի լավ էր ճանաչում եւ ավելի ճիշտ որոշում կայացրեց Հիմա որ ես հետ եմ գալիս, ես հասկանում եմ, որ ինքը միանշանակ ճիշտ է, ու ես իրան շատ շնորհակալ եմ դրա համար։ Ընդհանրապես ամեն ինչում է այդպես եղել, որ ձեզ փորձել են ճիշտ ուղղությամբ տանել, համոզել, չեմ ուզում ասեմ ստիպել, որովհետև այս դեպքում շատ որպես մեծ գուցե իրենք շատ ճիշտ են եղել։ Որ ասեմ, տենց շատ հարց մաման ավելի խիստ է միանշանակ, հա, ինքը մեր սովորելու հարցում էլ էր շատ խիստ, համ քուրիկս ոսկի մեդալով ավարտե, համ ես, համ աղբերս, մենք տենց միշտ լավ ենք սովորել, այդ հարցում հա իրանք խիստ էին, բայց տենց անձնական հարցերում իրանք չեն խառնվում, ոնց որ իրանք մեզ վստահում են։ Լավ, անի, եկեք պատմենք, թե ինչպես կարողացաք համոզել հայրիկին, որ դուք գալու եք սովորեք հենց Երևանի բժշկական ինստիտուտում հերացուաման եւ հերիք չի դուք եկավ, նաեւ ձեր հետ բերեցիք ձեր քույրիկին։ Հա, այդ ժամանակա ընթացքը, հա, որ ես 9-րդ դասարանում էի, պիտի հասկանայինք որտեղ ենք ընդունում, որ արդեն սկսենք այդ համալսարանի համար, հա, ընդունելության քննություններ կան, հա, ու Ռուսաստանի եւ Հայաստանի տարբերվում է շատ։ Համոզեցի, մի օր եկանք մաման, պապան, ես բժշկական համալսարան, իմանանք ինչա պետք, հա, մտանք միանգամից այն ժամանակ նոր էին ռեմոնտ արել։ Շատ սիրուն էր ամեն ինչ, լիքը ուրախ ուսանողներ կային, ես ինձ սիրահարվեցի, արդեն ոնց որ քուրս ստիպված եկավ ստեղ, ասեմ։ Չէր ուզում ինքը։ Հա, ինքը ավելի շատ ուզում էր գնալ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ սովորելու, բայց պապան ասաց, որ գոնե երկուսդ պիտի միտեղ լինեք, ու տենց մենք եկանք Հայաստան, քանի որ ստեղ բարեկամներ ունեինք ու մեզ կհետևեին, հա։ Այսինքն ավելի հանգիստ կլիներ, եթե դուք երկուսով լինեիք։ Պապան ավելի հանգիստ կլիներ, հա։ Հասկացա, մի խոսքով ընդունվեցիք, բայց հետաքրքիր է, երբ հասկացաք, որ ճիշտ ընտրություն եք արել, անի, որ կուրսում էր, որ հասկացաք, որ ճիշտ էր, որ պապան ստիպում էր, որ պիտի այստեղ սովորես։ Երևի 3-4 կուրսից, հա, բոլորը բժիշկները, ուսանողները հաստատ ինձ հետ համաձայն են, որ առաջի 2 կուրսը ընդհանրապես հետաքրքիր չի, որտեղ դու անցնում ես մաթեմատիկա, լեզուներ, հա, 4 լեզու եմ ես առաջի կուրսում անցել, այդքան էլ բժշկության հետ այդ ամեն ինչը ինչ որ դու անցնում ես կապ չունի, կարող է անատոմիա բան, բայց եթե դու հետո ես հասկանում, որ քեզ էդի պետք է գալու ամեն օր, բայց 3-րդ կուրսից, երբ որ սկսում է ֆարմակոլոգիա, հա, ֆիզիոլոգիան, այդ շատ ավելի հետաքրքիր է։ Հետո էլ ես հիշում եմ, որ 4-րդ կուրս էինք մենք, այդ ժամանակ գնում էինք ցիկլի դիմացնոտային վիրաբուժության։ Հա, դուք դիմացնոտային վիրաբույժ եք մասնագիտությամբ։ Եվ ոնց որ դասը ավարտվեց, բայց վիրահատություններ կար դեկոսպիտալում, ու ես որոշեցի ֆորմայի հետս բերել, փոխվեմ, ինձ հարցրեցի կարամ գամ մտնեմ մասնակցեմ, ասեցին հա։ Այդ իմ առաջի անգամն էր, որ ես մասնակցեցի վիրահատության, հա, տղամարդիկ էին վիրահատում, մի անգամից ինձ լվացացրեցին, շատ ուրախ, ասեցին արի մեր հետ լվացվի, в общем, ես մասնակցում էի գրուչոկ էի բռնում էի անում, ասեն շատ ոգևորված ու ուրախ էի ես։ Հիշում եք, այսինքն այդ առաջին վիրահատությունը, այդ էմոցիաները հիշում եմ։ Անի վախ չկար, հետաքրքիր է։ Չէ, ես երբեք չեմ վախեցել, տենց
Ես երբեք այդպես վիրահատությունների հանդեպ, արյան հանդեպ վախ չեմ ունեցել։ Հետաքրքիր է շատ, որովհետև շատ մարդիկ գուցե անգամ երազում են դառնալ բժիշկ, բայց առաջին իսկ այդ առիթից, որ մասնակցում են ինչ-որ մի բանի, փոշմանում են, հասկանում են, որ չէ, դա իրանցի չէ։ Ինչքան էլ դու կին ես, ինչքան էլ դու մարդ ես, բայց վիրահատության ժամանակ դու պիտի մի քիչ սառը լինես, սառը դատես ու չխղճաս։ То есть դու քո գործը նորմալ անես վիրահատությունը։ Այդ առաջին վիրահատությունից հետո ինչ-որ բան ձեր մեջ փոխվեց։ Ճիշտ ասած, ես մինչև էդ էլ եմ մտածել դառնալ վիրաբույժ, որտեղ որ ինձ տեսնում էր, ասում էր ձեզ շատ կսազի, բայց որ այդ առաջի վիրահատությունը ես մասնակցեցի, հետո ես էլի շատ իրանց մոտ գնում էի, հասկացա, որ չէ, ես ճիշտ ընտրություն եմ արել ու որը ես գնացի դրանից հետո առաջի անգամ տեսա ոնց է վիրահատում քիթ, ես ինձ ասել սիրահարվեցի մասնագիտության ու մինչև հիմա ես չեմ փոշմանել, что ընտրել եմ այդ ուղղությունը, ռուսերեն ասում են «Я на своем месте», ես ինձ տենց եմ զգում։ Այսինքն հենց քթի առաջի վիրահատությունից հետո վերջնական որոշեցիք, որ վերջ, սա այն ուղղությունն է, որ դուք ուզում եք։ Որտեվ ինքը շատ դետալային գործ է, իսկ ինձ այդ ամեն ինչը դուր է գալի, այդ փոքր դետալներ, մանր դետալներ ինձ ավելի է դուր գալի, քան ինչ որ մեծ ծավալով մի բան վիրահատես։ Այսինքն շատ մանրակրկիտ է։ Այո։ Փոքր զոնա է ինքը, հա, փոքր զոնայի վրա ենք մենք աշխատում ու միլիմետրերը շատ կարևոր են։ Նաև պիտի ունենաս պատկերացում, որովհետև քո սարքած քիթը, հա, պիտի համահունչ լինի մարդու դեմքի հետ։ Եթե պլաստիկան ճիշտ է արված, ոչ մեկ էլ չպիտի նկատի, որ դու ինչ-որ բան արել ես, փոխել ես։ Իմիջիայլոց, երբ որ ես ուսումնասիրում էի ձեր Instagram-յան էջը, ես տեսա, որ իսկապես շատ համահունչ են բոլոր քթերը իրենց դեմքերին եւ շատ բնական, ինչը իմ համար օրինակ շատ կարեւոր է։ Նույնիսկ երբևէ չեմ մտածել դրա մասին, բայց երկար նայում էի ու մտածում էի, բայց այնքան բնական է այս ամեն ինչը, միգուցե ես էլ անեմ։ Ձեր կարծիքով ես դրա կարիք ունեմ անի։ Ես միշտ որ պացիենտները գալիս են խորհրդատվության, իմ բոլոր պացիենտները կասեն, որ ինձ ասում են պետք է քիթը վիրահատել, ես միշտ իրանց ասում եմ, որ դա ձեր ցանկությունն է, գրքային մի փոքր շեղումներ, դա արդեն իսկ ցուցում է վիրահատության, բայց այս ավելի հոգեբանական է, հա, այդ պլաստիկ վիրահատությունները ու պիտի մարդ ունենա ցանկություն, որտեղ ինքը պիտի հասկանա, որ ինքը պիտի իրան նորից ընդունի թազա, ուրիշ, ավելի լավագույն տեսքով։ Այսինքն չկա դեպք, որ նայեք ու ասեք, այ կարիք ունի այս մարդը վիրահատության։ Երբեք դուք դա չեք անում։ Կա, որ պացիենտները գալիս են, իհարկե սիրուն փոքր ակուրատնիկը ոչ մեկ չի մտնում, հա, իմ կաբինետ, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տա, որ այտենց բան ասեմ, потому что այդ մարդը չի ընտրել ոնց ինքը ծնվի, հա, արդեն այդ տարբեր հայացքներ են, մարդ կա արծվաքթով մինչև կյանքի վերջ շատ ուրախ ինքնավստահ ապրում է, մարդ կա ունի շատ փոքրիկ քիթը, մի 2 միլիմետր, իրան պիտի հետ անես, ինքը սաղկյան, կոմպլեքսավորված, ինչ որ ինստագրամյան ստանդարտներով ապրում է, ուզում է ձևափոխի։ Անի, կարող ենք ասել, այ, որ հենց ավելի շատ այդ վիրահատության մեջ նաև մեծ տոկոս է կազմում հոգեբանական պահը։ Հա, որտեվ հատկապես ջայլ երեխեքը, հա, երբ որ իրանք գալիս են, իրանք ինձ միշտ ցույց են տալի ֆիլտրներով նկարներ, հա, որ իրանք ընդունում են միայն այդ տարբերակով կամ հիմա շատ տարածված է, իհարկե ես չեմ նայում, ինչ որ կորեական սերիալներ ու ինձ շատ են ցույց տալի, որ ուզում եմ կոնկրետ այս մարդու քթից չհասկանալով, որ իրանք կորեացի են, իսկ մենք հայ ենք ու մեր դեմքը ընդհանուր ուրիշ պատկեր ունի,
իրանցը ուրիշ։ Իմիջիայլոց մեր նախնական զրույցի ժամանակ դուք ասացիք, որ տարբեր ազգեր ունեն դեմքի տարբեր կառուցվածք եւ քթերն էլ տարբեր են, ու ես երբեք չէի մտածել դրա մասին, որ օրինակ ազգային այդ հատկանիշները նաեւ կարեւոր են քթի վիրահատության ժամանակ։ Չէ, շատ կարևոր են, որտեվ եթե պացիենտը բուժառուն ունի օրինակ լայն ճակատ, արտահայտված ծնոտ, եթե դու իրան սարքես շատ փոքրիկ քիթ, եթե ինքը իդեալական է լինելու այդ տվյալ մարդու վրա շատ արհեստական տեսք կունենա, որտեղ ինքը համաունչ չի լինի։ Նույնպես նեգրոիդ ռասայի այդ լայն քթերը սա ուզում եմ, որտեղ ունեն շատ մեծ շրթունքներ հաստ, ճակատ արտահայտված, այդ ամեն ինչը պիտի դու արդեն հաշվի առնես որպես մասնագետ։ Այսինքն, երբ որ գալիս են ձեզ մոտ, ցույց են տալիս ձեր ասած նկարները, դուք հակադարձում եք եւ ասում եք, որ օրինակ այս քիթը քեզ չի սազի։ Ես միշտ փորձում եմ պացիենտին համոզել, որ մենք սարքենք բնական քիթ, իհարկե, երբ որ ես նոր էի սկսում, անգամ ես չի անում, եթե ինձ ինչ-որ բան դուր չէր գալիս, եղել է տենց դեպք։ Երկար խոսում է, ասում է, բացատրում է, որ ես կլինի արհեստական, եկեք անենք սենց, всё-таки ես ավելի լավ գիտեմ, բայց հիմա հասկացել եմ, որ ամեն մարդուն իր ճաշակը, հա, ու երբ որ պացիենտները գալիս են խորհրդատվության, ես միշտ խնդրում եմ, որ իրանք ինձ ցույց տան 3-4 նկար, որ ամեն առաջինը ես հասկանամ տվյալ պացիենտի ճաշակը, իր համար սիրունը ինչա, որտեղ սիրունը իմ համար եւ ուրիշ մարդու համար կարա լրիվ տարբեր լինի։ Բայց այսինքն միևնույնն է, ինչքան էլ դուք երկար խոսում եք, իրենց մարդ կա, ասում է, չէ, ասենց եմ ուզում, իհարկե ես տարբեր քթեր եմ կարում սարքեմ, դրա համար ես սարքում եմ։ Այնց բան, որ ինձի, ասենց ասեմ, դուր չի կա, հետո ես նայեմ շատ գեշ լինի իմ աչքին, այդպես պացիենտներին ես չեմ վերցնում, բայց ինչը Այսինքն լինում են տենց դեպքեր, երբ որ դուք որոշում եք, որ ոչ, չեք անի։ Հա, լինում է։ Անի, այս ամենի մեջ միշտ գիտեք ինչ եմ մտածել, որ հատկապես քթի վիրաբույժը, պլաստիկ, պիտի անպայման ունենա աչք, եւ այդ աչքը պետքա նկարչական լինի։ Այո, ու ես ասեմ, որ երբ որ ես ավարտեցի արտինատուրան, հա, արդեն նեղ մասնագիտություն էի ընտրել ու պիտի արդեն գնայի աշխատել, ես գնում էի արհեստանոց, համ կավագործության էի զբաղվում, համ էլ նկարչությունով էի զբաղվում, որտեղ անգամ լույսը ու գույները, հա, երբ որ դու սաղ կյանքդ բժիշկ ես, բժշկականում ես սովորել, այտենց մանրուքներ դու չես հասկանում, բայց այս մեր նեղ մասնագիտության մեջ այդ շատ կարևոր է, որտեղ անգամ որ լույսն է ընկնում ստվերը, պիտի դու քիթն հենց կառուցես, որ ինքը լինի ճիշտ տեղում, հա, այդ ֆորմաները քթի մեջ կգթի ծայրը ճիշտ պրոպորցիաներով լինի։ Ցանկացած լույսի ներքո լինի գեղեցիկ եւ համահունչ։ Ինչքան գնացիք այդ դասընթացներին։ Մի 6 ամիս հաստատ գնացել։ Փաստորեն ես չեմ սխալում, ես ուղղակի իմ պատկերացման եմ մտածել, բայց իրականությունը հենց այդպիսին է։ Որքանով որ ես եմ տեղյակ, քթի վիրահատությունը, այսինքն ռինոպլաստիկան թոփ հնգյակի մեջ է մտնում վերջին տարիների վիրահատությունների մեջ, դա իրոք այդպես է։ Այո, Հայաստանում այդ ճյուղը շատ զարգացած է, նաև, ասենց ասեմ, տուրիզմ կա ռինոպլաստիկայի հետ կապված, բայց դե պիտի հաշվել առնենք, որ մեր ազգը, մեր գենոֆոնդը ունի այդ խնդիրը եւ օրինակ եթե ես պատկերացնում եմ ես Ռուսաստանում աշխատեի, ես ավելի հեշտ էի աշխատելու, որտեղ չես կարա համեմատես մեր պոպուլյացիայի քթերը իրանց հետ։ Բայց իրենք էլ են վիրահատություններ անում, որտեղ իրենցը հիմնականում հենց գեղեցիկ, չէ՞։ Հիմնականում գեղեցիկ է, բայց իրանք էլ են շատ անում, որտեղ իրանք էլ են այդ Instagram-ի ազդեցության տակ ընկնում, ես տենց եմ կարծում։ Այսինքն ինչ որտեղ այդ դարել է նաև նորաձև քիթը վիրահատելը, ճիշտ է։ Այո։ Անի, իսկ հետաքրքիր է ձեզ մոտ ավելի շատ կանայք են գալիս, թե տղամարդիկ։ Տղամարդիկ էլ են իրականում շատ գալիս ինձ մոտ վիրահատվելու, բայց իհարկե Հայաստանում կա այդ սեքսիզմը, որ
կին վիրաբույժ է ու սովորաբար տղամարդը քեզ ավելի շատ է վստահում, քան կինը կնոջը։ Իրանք միշտ նախընտրում են գնալ տղամարդ վիրաբույժների մոտ, չնայած ես չեմ հասկանում, որտեղ կա վիրաբույժական տեխնիկա ու կա այն արդյունքները, որ դու ստանում ես, թե կինա վիրահատում, թե տղամարդ, օրինակ ինձ համար ընդհանրապես էական չի։ Իդեպ հենց այդ հարցն էլ ուզում եի տալ, որովհետև ես ինքս էլ շատ եմ լսել, որ հենց ասում ես պլաստիկ վիրաբույժ, միանգամից պատկերացնում եմ, որ դա պետք է անպայման տղամարդ լինի։ Ուզում եի հասկանալ որտեղից է ըստ ձեզ գալիս այդ վերաբերմունքը եւ հատկապես հենց կանանց կողմից։ Հենց կանայք ավելի շատ չեն վստահում կին բժիշկներին։ Ու ինձ թվում է, միգուցե մտածում են, որ իրանք ավելի ֆիզիկապես ուժեղ են, միգուցե իրանք մտածում են, որ իրանք ավելի սառնասիրտ են, բայց ասենց ասեմ են կանայք, ով կան այդ վիրաբուժության մեջ, հա, ու իրանք ունեն պացիենտների հոսք, իրանք ոչ մի բանով չեն տարբերվում տղամարդկանցից, ու ինձ թվում է դաժե միգուցե մի քիչ բարձր են, որտեղ իրանց այդ պացիենտների ձեռք բերելը շատ ավելի դժվար է, то есть դու պիտի իսկապես լավ գործ անես, հա, որակապահովես, որ դու ունենաս պացիենտ։ Իդեպ էլի ձեր էջի ուսումնասիրության ժամանակ ես հանդիպեցի աղջիկների եւ կանանց, որոնք հենց շեշտում էին, որ երբ իմացել են, որ կին է, մտածել են, որ չէ, միգուցե չէ, բայց բնականաբար հենց որ արդեն եկել են ձեզ մոտ, զրուցել են, արդեն վստահությունը վերականգնվել է ու երբ ես եկա ձեզ մոտ զրուցելու, ձեր խախանդ, հանգիստ, հավասարակշռված այդ խաղաղությունը շատ մեծ վստահություն ներշնչեց։ Եվ տեսնում եմ, որ ձեր պացիենտները գնում են շատ գոհ եւ երջանիկ եւ նաեւ կապվում են ձեզ հետ։ Ինչպես է դա ձեզ մոտ ստացվում։ Երևի ես որ Ռուսաստանում եմ մեծացել, այդ մարդիկ ինձ թվում է ավելի պրաստոյն, հասարակ են, միգուցե դրանից էլ է գալիս, որ ես ինձ միշտ պացիենտի հետ հավասար եմ պահում, ես տենց բարձրակիթ բաներ չունեմ ու լիքը պացիենտներ ունեմ, որ մենք շատ ընկերացել ենք։ Ինակ դա դաժե շուտ կգավարի, որ կարամ կամ ձեր տուն չայլ խմեմ, որտեղ վիրահատում է քուրը, աղբերը, մերը, չգիտեմ, իրանց հոր քուրը, աղջիկը, ու ամեն անգամ որ ինձ որ թազա պացիենտ է գալի, բուժարու, իրանք բոլորով գալիս են, ես իրանց քթերն եմ էլի նայում, մենք նստում զրուցում ենք։ Այսինքն մեկ անգամ երբ որ գալիս են, արդեն հետո ընտանիքներով են վերադառնում եւ մի բան հիշեցի, ուզում եմ այդ դեպքը պատմեք, ձեզ մոտ ոչ միայն քույր եւ եղբայր են եղել, այլ մի հետաքրքիր դեպք, հարս եւ սկեսուր։ Մի դեպք չի եղել։ 2-3 դեպք եղել, երբ որ հարս ու կիսուրը գալիս են ու նույն օր վիրահատվում են։ Հետաքրքիր է, ո՞նց եք բացատրում այդ անի։ Ճիշտ ասած, սկզբից մտածում էի, որ մեկը մյուսին չպահի, շատ չեսն եմ ասում, բայց հետո հասկացա, որ արդեն այդ հարս ու կիսուր հարաբերությունները Հայաստանում էլ են ավելի ընկերական դառ է, հա, հարսը ոնց որ աղջիկ լինի ու բացի այդ դեպքից ես տեսնում եմ, որ բերում են իրանց հարսներին, սովորաբար հետո այդ հետվիրահատական շրջանում իհարկե ինչ որ մարդ է պետք որ երեխային կօգնի խնամել ու հասկացել եմ, որ այդ հին նախնադարյան հարս ու կիսուր հարաբերությունները էլ չկան, ավելի շատ մամա աղջիկ է։ Այսինքն վստահությունը այնքան մեծ է, որ մեկը մյուսին խորհուրդ տալով գալիս են։ Իսկ հետաքրքիր է անի ամենափոքր բուժառուն քանի տարեկան է ձեզ մոտ եղել։ 17, թե 17-ից է կարելի վիրահատել, ասենց ասեմ, երբ որ արդեն այդ քթի ստրուկտուրաները զարգացած են լինում, դրանից ցածր ես չեմ վիրահատում, երբ որ դաժե խնդրում են եւ այլն, չէ։ Իսկ ամենամեծը։ Ամենավեծը էդելա շատ հետաքրքիր դեպք, մանկաբուժկին, ինքը 65 տարեկան է, ավելի շատ ինքը եկավ շնչառական խնդիրների համար, բայց իր շնչառական խնդիրները նենց էին, որ պիտի նաև ես իրան պլաստիկա անեի, որ ինքը հետագայում կարանար շնչել ու ամենահետաքրքիրը էր, որ ինքը ամուսնացած չէր։ Ինքը եկավ վիրահատվեց,
ու ես հետո պատահական իրան Facebook-ով տեսա, որ ինքը ամուսնացել է։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Այսինքն դուք փոխում եք նաև ճակատագրերը մարդկանց։ Հետաքրքիր է, շատ 65 տարեկանում դուք խորհուրդ տվեցիք, թե ինքը ցանկացավ։ Անենց խնդիրներ կան շնչառական, որ եթե դու միայն միջնապատ վիրահատես, մեկը չես կարող բարելավել 100%-ով շնչառությունը։ Այսինքն դա լինում է պլաստիկ վիրահատություն, որը նաև առողջական խնդրի հետևանք է։ Ռինոպլաստիկա, այո։ Անի, քիչ առաջ մենք մի փոքր զրուցեցինք այս թեմայի մասին, բայց ուզում եմ շարունակել։ Եղել է դեպք կամ դեպքեր եղել են, երբ որ դուք զգացել եք, որ իսկապես խնդիրը միայն հոգեբանական է եւ բուժառուն ուզում է վիրահատվել ելնելով հենց դրանից։ Տենց լինում է, սովորաբար այդ երկրորդային, երրորդային ռինոպլաստիկաների դեպքում, հա, երբ որ պացիենտը գալիս է ու ես տեսնում եմ, որ ինքն սիրուն քիթ, այդ քիթը իրան սազում է, այդ քիթը շնչում է, բայց ինքը ուզում է մի 2-3 միլիմետր օրինակ քթի ծայրը հետ տանել, որը ասենց ասեմ, իրան ոչ մի էական փոփոխություն չի բերելու, ես հասկանում եմ, որ դա հոգեբանական խնդիր է, եթե դաժե ես իրան անեմ, հա, այդ 2-3 միլիմետրը փոխեմ իր արտաքինի մեջ, մեկը ինքը հետո ուրիշ խնդիր է ճարելու, որ գնա արդեն այդ քիթը 3-րդ անգամ բացեն, 4-րդ անգամ բացեն, տենց լինում է։ Իսկ դուք ասում եք դրա մասին։ Իհարկե, ես երբ որ զգում եմ, որ տենց պացիենտ է եկել, ես գումարի համար չեմ աշխատում, ասենց ասեմ, ես միանշանակ իրան ասում եմ, որ գնացեք, մտածեք, ոչ մի խնդիր չկա, մի ուրիշ կողմով ձեզ նայեք, ձեր քիթը լավն է, ինքը շնչում է եւ այլն, փորձում եմ հետ համոզել։ Միգուցե ես չեմ վերցնում այդ պացիենտին, բայց ինքը գնում է երկրորդ, երրորդ ու անում է։ Իսկ հիմա հակառակը, եղել է դեպք, որ կամ դեպքեր, որ այ հոգեբանական խնդիր է եղել եւ դրա առիթը եղել է, այսինքն այդքան էլ հարմար քիթ չի եղել եւ վիրահատությունից հետո դուք ինքներդ զգացել եք, որ բուժառուն շատ է փոխվել եւ իր հոգեբանական վիճակը եւ իր տրամադրությունը։ Այդտենց շատ է լինում, անգամ եթե դուք մեր ռոլիկները նայեք, բոլորը ասում են, օ, դուք փոխել եք իմ կյանքը, ինքնավստահություն եք, սովորաբար այն մարդիկ ով չունեն զուգընկեր, հա, վիրահատությունից հետո շատ շուտ ձեռք են բերում, չնայած քիթը երբեք չի կարա լինի խոչընդոտ, բայց երևի իրանց ուրիշ դեմ են սկսում զգալ։ Միանշանակ, երբ որ մարդու ինքնագնահատականը բարձրանում է, ինքը նաև իրեն այլ կերպ է ամենուրեք դրսևորում եւ բնականաբար կյանքը փոխվում է։ Օրինակ ես ունեմ վախեր, ոչ թե բժիշկներից որպես մարդ, այլ ընդհանրապես որևէ միջամտությունից։ Պատահել է, որ կան ձեզ մոտ բուժառուներ, որոնք ունեն վախ, ինչպես են կարողացել հաղթարել այդ վախը։ Սովորաբար բոլոր բուժառուները չեն վախենում վիրաբույժներից, իրանք վախենում են նարկոզից եւ անեստեզիոլոգից ու իրանց հիմնական վախը քնեն եւ չարթնանան, հա, բայց քանի որ իմ քուրիկը անեստեզիոլոգ է, ես էլ թերապետում եմ այդ թեմային, փորձում եմ լիարժեք պատասխանել ու այդ ժամանակ ինձ թվում է իրանք ավելի վստահ են գալիս վիրահատության։ Այսինքն ամեն դեպքում դուք նաև հանդես եք գալիս որպես հոգեբան եւ ոչ միայն պլաստիկ վիրաբույժ։ Ահա, իհարկե, եթե տվյալ պացիենտը բուժառուն շատ է վախենում, ես իրան միշտ ուղարկում եմ տուն, որ ինքը մի հատ էլ մտածի, հա, որտեվ все-таки պիտի պացիենտը գա քեզ մոտ արդեն վստահ, քեզ ընտրած որպես վիրաբույժ, արդյունքի վրա ինքը պիտի վստահ լինի, որտեվ այդ պոզիտիվ էներգիան եւ այլն շատ մեծ դեր ունի։ Ես պացիենտի հետ չեմ շփվում միայն այդ 2 ժամը վիրահատարանում, հա, երբ որ ինքը քնած է, հետո իրանք այցեր ունեն, շատ են գալիս գնում ենք, իրար հետ միշտ կապի մեջ ենք։ Այդ սիմպաթիան էլ ունի շատ մեծ դեր։ Հենց այդ էի ասում։ Նրանք սկսում են ձեզ վստահել եւ այդ ձևավորվում է իրանց մոտ նաեւ այդ վստահությունը։ Այդ երկու կողմանի սիմպաթիա համ քեզ են ընտրում որպես վիրաբույժ, որպես բժիշկ, համ էլ դու ես ընտրում պացիենտին։
Հետաքրքիր է ձեր այրելի ձեր տեսանյութերը նայելուց, ձեր սոցիալական էջերը նայելուց, ես լսեցի, որ բուժառուներից մեկը ասում էր, որ չի ունեցել ոչ կապտուկներ, որ սովորաբար լինում են, չի ունեցել վատ շնչառություն, այսինքն այնքան թեթև էր նկարագրում, որ այդ որ ասում եմ եզրակացություն արեցի, որ ես էլ եմ ուզում անել, հենց այդ նայելու արդյունքում էր, այսինքն իմ մոտ միշտ վախ ա եղել, որ պատմել են, որ դրանից հետո ամբողջ դեմքդ կապտում է, քթի շրջակայքում, շնչառությունդ երկար շաբաթներով շատ վատ է լինում, իսկ ձեզ մոտ դեռիվ հակառակ պատկերն էլ այդ ոնց է տեղի ունեցել։ Այդ նրանից է, որ ես միշտ անում եմ պիեզորինապլաստիկա, հա, հատուկ սարքով, դուրեր չագուճներ չեմ օգտագործում, ու ես անգամ վիդեոռոլիկ ունեմ, երբ որ ձվի կեղևի վրա ցույց եմ տալի, ոնց այդ ուլտրաձայնային սարքը աշխատում, իհարկե ինքը ավելի մեղմ է աշխատում հյուսվածքների հետ, եւ այտուցներ ու կապտուկներ գրեթե չեն լինում։ Այսինքն մի փոքր բացատրեք, տրավմատիկ է ավելի, հա, երբ որ դու այսինքն եթե դու մուրճով հարվածում ես, բնականաբար հարվածից կապտում է, իսկ այդ տարբերակով Իսկ այդ տարբերակով ոչ։ Այսինքն ձեր վիրահատությունից հետո ինչքան ժամանակ հետո այդ կապտուկները կանցնեն կամ սովորաբար կապտուկը ընդհանրապես չի լինում, իսկ այդ այտուցները իրանք արդեն մի առաջնային այտուցները 2 շաբաթվա ընթացքում անցնում են։ Եվ շնչառությունն էլ երբ որ պացիենտին ասում ես այտուց, ինքը միայն պատկերացնում է քթի դրսից այտուցներ, բայց երբ որ մենք գործ ենք անում, իհարկե մենք ավելի շատ գործ ներսում ենք անում եւ լորձաթաղանթը եւ հյուսվածքները ներսից են այտուցում, դրա համար շնչառությունը ավելի վատ է լինում, հա, այդ առաջնային հետվիրահատական ժամանակ, բայց երբ որ դու պիեզոյով ես անում, այդ այտուցները ավելի քիչ են ու պարզապես պացիենտները հետվիրահատական շրջանում ավելի շուտ են վերականգնում պացիենտները ու ավելի լավ են սկսում շնչել մի փոքր ժամանակ հետո հանգիստ կարան գնան գործի, հա, ու տենց ես ինչեր չի լինելու վախենալու, որովհետև ես տեսել եմ այ հակառակը, թեկուզ դրսում եղել է հանդիպել եմ մարդկանց, որոնք կապտուկներով, այտուցված, աչքերի մեջ արյուն լցված ու երբ որ տեսա ձեր բուժառուներին, շատ զարմացա ու որոշեցի անպայման այդ հարցը ձեզ տալ, թե ինչպես է դա ստացվում։ Շատ բուժառուներ այդ տեխնիկայի համար են գալիս, որտեվ իրականում դա շատ կարևոր է, որ ուսումնասիրում են ու ինչքան դու ավելի սավրեմենի տեխնիկաներ ես օգտագործում, այդքան ավելի լավ համ բուժառուի համար, համ հետագա արդյունքի համար։ Դե դա շատ կարևոր է, որովհետև ընդամենը 2 շաբաթ ես կտրվում քո առօրյայից սովորական։ Անի գիտեմ, որ ձեզ մոտ նաև գալիս են այլազգի ներկայացուցիչներ։ Ինչպես են նրանք ձեզ գտնում։ Instagram-ի միջոցով ինձ թվում է, կամ էլ ես ունեմ պացիենտներ, որ Հայաստանից մեկնել են, տեսնում են իրանց քթերը, տվյալներ են վերցնում, արդեն կապվում են մեզ հետ, մենք անում ենք on-line խորհրդատվություն, որից հետո իրանք էլ են գալիս վիրահատվում։ Իսկ հետաքրքիր է, կա մի վիրահատություն, որը իր բարդությամբ տպավորվել է ձեր մեջ, որ եղել է ամենաբարդը։ Ես վիրահատել եմ մի հատ բրազիլացի մոդել, հա, ինքը ուներ շատ լայն քիթ, ընդ որում իր քթի մեջ լիքը ֆիլեր կար, հա։ Քթի մեջ։ Հա, որ բարձրացնելու համար, գեղեցկացնելու համար։ Ինքը անատոմիչի սկել էր շատ դժվար քիթ, ինքը շատ լայն էր, մաշկահաստ էր, բայց հետո ինքը շատ բնական արդյունք ուներ, որ ինքը գալիս էր ինձ միշտ ասում էր ռինոպլաստի դիվա։ Ռինոպլաստի դիվա։ Եվ բրազիլացին ինչպես էր ձեզ գտել։ Instagram-ի միջոցով ինքը մոդել էր, բայց ինչ որ կոնտրակտներ ուներ, որ գալիս էր նաև Հայաստան նկարվում էր։ Հիմա ես իրեն Instagram-ում հետևում եմ, ելի ինքը այնտեղ է գնաց։ Երևի քիչ են լինում այն դեպքերը, երբ որ մարդիկ գալիս են ուղակի էսթետիկ վիրահատության եւ հանկարծ ընթացքում դուք պարզում եք, որ կա նաև այլ առողջական խնդիր։ Այդ դեպքում բնականաբար առաջարկում եք եւ ասում եք, որ բացի պլաստիկայից կա նաև ինչպես են նրանք ընդունում։ Մենք միշտ խորհրդատվությունից հետո, եթե պացիենտը որոշում է, որ պիտի վիրահատվի, անում ենք կատեհետազոտություն, որի ժամանակ
մենք իջնում ենք, հա, ես իջնում եմ կատեի սենյակ ու մենք պացիենտի հետ միասին նայում ենք։ Դե 100%-ով երևում է ինչքան թեքված է միջնապատը, կիստաներ ունեն իրանք խոռոչներում, միգուցե հայմորյան խոռոչներում, ու ոնց որ իրանք միանգամից դա ընկալում են, երբ որ դու ինքդ ես տեսնում, հա, 100%-ով է երևում է ու քեզ չի թվում, որ բժիշկը ինչ-որ մի բան ավել է ասում, շատ ավելի իրանք նորմալ ու հեշտ են այդ ամեն ինչին վերաբերում, ասենք ասեմ, պացիենտների 95%-ը միգուցե ավելի շատ ունեն շնչառական խնդիրներ եւ ռինոպլաստիկան մենակ սիրունության մասին չի, հա, նոր քիթը պիտի նաեւ շնչի, որտեվ Աստված մարդուն քիթ է տվել, որ շնչի։ Իդեպ անի տեսա, որ ձեր բուժառուներից մեկը պատմում էր, որ ինքը ժամանակին շատ ուժեղ գլխացավեր է ունեցել եւ հետագայում պարզվել է, որ դա հենց շնչառության հետ է կապված։ Ընդհանրապես ուզում եմ ասեք, օրինակ, ինչ սիմպտոմներ կան, որից կարելի է ենթադրել, որ դա կապված է ձեր մարդու վատ շնչառության հետ, գլխացավից բացի։ Երբ որ մենք անում ենք կատե, մենք տեսնում ենք, որ օրինակ խոռոչում կա շատ մեծ կիստա։ Այդ կիստաներն էլ, այդ շատ թեք միջնապատը կարա տա իհարկե գլխացավեր, ու երբ որ դու վատ ես շնչում, օրինակ քնելուց թթվածնի պակաս ես ունենում, դու արդեն իսկ առավոտյան հելնում ես հոգնած, կարաս ունեն ասորվա ընթացքում գլխացավեր, հա, ու երբ որ այդ պացիենտները միշտ գալիս են, ասում են ես ունեմ միգրեն եւ այլն, սենց տեղեր եմ խմում, չնայած որ միգրենի մենք գիտենք, որ չի բուժում, մենք անում ենք կատե հետազոտություն ու մի հատ կամ մեծ կիստա կամ ինչ որ լուրջ ավելի շնչառական խնդիր մենք հայտնաբերում ենք։ Այսինքն միգրենի այդ սիմպտոմները կարող է լինեն նաեւ քչի շնչառության հետ կապված։ Ու ասենք, որ իմանան մեր հետևորդները, որովհետև շատ մարդիկ կան, որոնք ունեն եւ վատ շնչառություն գլխացավեր, բայց չեն էլ մտածում, որ դա կարող է կապված լինել քթի հետ։ Հա, այդ անընդհատ ցավազրկող ընդունելը իհարկե լուծում չի, երբ որ դու ունես գլխացավեր շարունակական, հա, տենց չաստ էպիզոդներով, միանշանակ պացիենտը պիտի դիմի եւ գնա նկարի կամ քթի խոռոչը, հա, կամ էլ արդեն գնա նյարդաբանի մոտ, բայց իրանք 100% դեպքերում մի հատ էլ մեզ մոտ են հետ ուղարկում պացիենտներին, որ տեսնենք կա խնդիր քթի հետ կապված թե ոչ։ Անի, հետաքրքիր է, դուք շատ մանրակրկիտ եք վերաբերվում ձեր աշխատանքին, այդ բոլոր գեղեցիկ քթերը այդպես մանրակրկտորեն սարքում եք եւ հրաշալի ստացվում է։ Ինչպես եք կարողանալու ձեզ կյանքի ընկեր ընտրել այդ նույն մանրակրկտությամբ, երբ որ տղամարդկանց հանդիպում եք, նայում եք նրանց քթերին։ Քթերին չէ։ Ինչպեսին։ Էս իհարկե հումոր է։ Պրոֆ դեֆորմացիա ես չունեմ կամ դեռ չունեմ, մարդուն ընդունում եմ նենց, ոնց ինքը կա ու ասենք ասեմ, այն մարդկանց ում մենք սիրում ենք, մենք չենք էլ նկատում, որ ինքը ինչ որ բան է, ինչի։ Տենց իրանց լի արժեք ենք ընդունում։ Այնպեսին, ինչպեսին դրանք կան, բայց հետաքրքիր է, ինչպեսին պիտի լինի տղամարդը, որ ձեզ դուր գա։ Ինչպեսին է այդ կերպարը տղամարդու։ Ինձանից միանշանակ ուժեղ, ավելի լավ համիրամասնագիտության մեջ, ավելի ուժեղ, ասենք ասեմ։ Ուզում եմ բայց հասկանալ, ուժեղ ասելով, ինչ եք պատկերացնում։ Երևի համ էմոցիոնալ ավելի կայուն, ավելի ուժեղ, ֆիզիկապես ուժեղ, ես մտածում եմ, որ բոլոր հարցերում տղամարդը պիտի լինի քեզանից մի քիչ ավելի բարձր, որ դու կարաս իրան ընդունես որպես տղամարդ, որ կարողանաս հենվել նրա վրա։ Այո, հենվել նրա վրա, ինձ թվում է վիրահատարանում աղջիկ տղա չկա, ու ես պրոստը երևի հոգնել եմ լինել նարավնի, հա, տղամարդկանց հետ, ու տանը ես իհարկե կուզենայի լինեի ավելի, որ ավելի կին։ Բայց անի, ինձ գիտեք ինչն է հետաքրքրում, որ ասում եք հավասար չեք ուզում լինել, ինչպես եք պատկերացնում, ինչպիսին պետք է լինի իսկական ընտանիքը, որ ասում եք դուք մի քիչ ավելի ցածր, տղամարդը բարձր, ինչպիսին դա պիտի լինի։ Ինձ թվում է պետք է, ռուսները ասում են «у руля власти», միշտ պիտի լինի տղամարդը, իմ պատկերացումները տենց սովետական հին են, հա, современное равноправие,
не то что быть չկա, հա, այտենց իրավունքների զրկված ենք մենք ապրում ոչ, բայց ինքը պիտի ավելի բարձր լինի։ Մի հարց տամ հիմա, եթե հանկարծ հանդիպեք այնպիսի մի տղամարդու, որը որոշի, որ ավելի լավ է դուք չաշխատեք եւ նստեք տանը եւ զբաղվեք օրինակ երեխաներով։ Ինձ թվում է այտենց մարդ ես չեմ հանդիպի։ Այսինքն ամեն դեպքում այդ որ դուք ասում եք ավելի թույլ լինեք, ավելի ղեկը նրա ձեռքում լինի, բայց Այդ ընտանիքում գործի տեղը ինձ թվում է ես երբեք չեմ փոխվի, որտեվ գործի տեղը եթե դու մի քիչ sense սլաբին կատաս, մի քիչ թուլանաս, ինձ թվում է կողքի մարդիկ կօգտվեն։ Չէ, ես նկատի ունեի, որ ձեր ասացի մեջ մի փոքր հակադրություն կա, որովհետև եթե ուզում եք որ նա լինի, այսինքն ղեկը նրա ձեռքում լինի, ինքը որ ինչ որ որոշումներ կայացնի, բայց տեսեք հարցրեցի ասացի, եթե հանկարծ աշխատանքի հետ կապված ինչ որ բան լինի, դուք բնականաբար ասացիք, որ ոչ, այդպիսի տղամարդ ես չեմ հավանի։ Ամեն դեպքում ուժը երևի ուրիշ հարցերում պիտի դրսևորվի, նրանում, որ դուք կարողանաք լինել թույլ եւ ինքը կարողանա Ինձ թվում է անձնական կյանքում եւ գործնական ես տարբեր եմ, հա, գործի տեղը ես ավելի sense կայուն եմ, ավելի ուժեղ եմ, հա, որպես մարդ իմ էմոցիաներով, ֆիզիկապես, բայց տանը ես չեմ ուզենա տենց լինել շարունակել, ես կուզենամ գամ տուն ու զգամ, որ всё, я женщина, одеваю розовые тапочки и отдыхаю։ հասկացա ես ձեզ։ Ես մաղթում եմ, որ անպայման հանդիպեք այդպիսի տղամարդու, իսկ Հայաստան գալուց հետո գոհ եք, որ արել եք այդ քայլը, վերադարձել եք Հայաստան, թե կան բաներ, որոնց համար ամեն դեպքում մտածում եք, որ ճիշտ չէր։ Սենց ասեմ, ես որ վերադարձա, իհարկե ես շատ էի զգում կարոտ, որտեվ իմ ծնողները, եղբայրս մնացել են Ռուսաստանում, ընկերներս այդ սաղ շրջապատը, բայց Հայաստանում մարդիկ ավելի ջերմ են իրանց էմոցիաներով, իրանք ավելի հյուրընկալ են, հա, տենց շուտ ադապտացվում ես դու հայերի մեջ, տեղացի հայերի մեջ։ Ամեն դեպքում չեք փոշմանել, որ եկել եք Հայաստան։ Չէ, չեմ փոշմանել։ Մեր խոսակցությունից ելնելով ես հասկանում եմ, որ այն ժամանակ, երբ որ դուք դեմ եք գնում ձեր հայրիկին, ասում եք, որ ոչ, դուք ուզում եք դառնաք լրագրող, այ հիմա հետադարձ հայացք նետելով, կարծում եմ, պիտի դուք շատ շնորհակալ լինեք։ Ես իրան իսկապես շատ շնորհակալ եմ, որտեվ պապան իմ կյանքում շատ մեծ դեր ունի, հա, մենք ասենք ավելի մտերիմ ենք հերո աղջիկ, քան կներես մամաչկա։ Մամաներ մի նեղացեք, որովհետև հաճախ է պատահում, որ աղջիկները հենց հայրիկների հետ ավելի մտերիմ են լինում։ Հա, ու պապան իմ կյանքում ամենամեծ պատճառը կան է, երբ որ ես նոր էի սկսում, հա, գնում էի տարբեր վիրաբույժների մոտ, իհարկե իրանք ինձանից մեծ էին, 45 տարեկան են, 50 տարեկան են, օրը 3-4 վիրահատություն էին անում, ես գալիս էի ու ասում էի, պապ, գիտես ինչքան լավ է վիրահատում, պապան էլ միշտ ինձ ասում էր, «Ой, դու իրանց տարիքին դառնաս, դու տես դու ոնց ես վիրահատելու, 100 раз лучше»։ Այդտենց ինքը միշտ պատճառ կա իրանում, ամեն հարցում։ Այսինքն միշտ թև ու թիկունք է եղել եւ ուժ է տվել, որքանով է կարեւոր, որ ծնողները երեխաների բոլոր այդ նախաձեռնություններում այդպես ուժ տան։ Շատ, ես ասեմ, որ լիքը մտքեր կան, որ ես իմ մասնագիտության մեջ արել եմ, այդ պապայի շնորհիվ է։ Դաժե այդ պիեզօրինոպլաստիկան Պապան միշտ ասում է, միշտ ինքը ասում է, որ պիտի անընդհատ դու կատարելագործվես, գնաս վերապատրաստումների եւ այլն, ինքը միշտ ինձ ուղղորդել է ու օգնել է, որ ես իսկապես գնամ վերապատրաստվեմ։ Այսինքն պապան վիրաբույժ չէ, բժիշկ չէ, բայց շատ լավ պապա։ Շատ լավ պապա է եւ շատ մեծ ուժ է տալիս, որ դուք առաջ շարժվեք։ Բայց այդ չի նշանակում, որ մամաներին չենք սիրում։ Մամաներին էլ ենք շատ սիրում։ Շատ սիրում ենք, բայց դե շատ կարևոր է, որ հատկապես հայրիկները իրենց աղջիկներին թև տան, այսպես ասած, եւ ուղղորդեն։ Ես մաղթում եմ ձեր ծնողներին շատ քաջ առողջություն, որովհետեւ նրանք միշտ ձեր կողքին լինեն եւ ձեր բոլոր այդ
անգամ եթե կասկածներ ունեք, առաջ մղեն եւ դուք ամենաբարձր հաջողություններին հասնեք Անի ջան։ Անի, ռինոպլաստիկայից հետո որոշ միֆերի մասին եմ լսել եւ հիմա ուզում եմ ձեզ դրանք հերթով ասել եւ հասկանալ դրանք միֆ են թե իրականություն։ Давайте. Քթի վիրահատությունից հետո մարդու ձայնը փոխվում է։ Եթե մարդը խոսում է քթի մեջ, հա, մինչև վիրահատություն եւ դրա պատճառված շնչառությունը, այո, ձայնը փոխվում է, ավելի բարելավում է։ Ռինոպլաստիկայից հետո քիթը կարող է նորից մեծանալ։ Մեծանալ չէ, բայց այս դիմացի հատվածներում մենք ունենք փափուկ հյուսվածքներ, որը կարան մի 10-15 տարի հետո այդ գրավիտացիայի զակոնից ելնելով մի քիչ կախվեն, բայց որ ասեմ մեծանան շատ ռազմերներով եւ այլն չէ։ Ցանկացած քիթ կարելի է վիրահատել եւ դարձնել նույնը։ Կարելի է, իհարկե, բայց դա ցանկալի չի, եթե վիրաբույժը կիրառում է տարբեր տեխնիկաներ վիրահատության ժամանակ, ինքը կարող ստանա տարբեր արդյունք ու նույն քիթը բոլոր մարդկանց չի սազելու, դաժե եթե ինքը ամենաիդեալական պրոպորցիաներով քիթն է։ Բոլոր պլաստիկ վիրահատությունների մեջ քթի վիրահատությունը ամենացավոտն է։ Ամենացավոտը չի, եթե դաժե պացիենտներից հարցնեք, հա, 10-9% ընդհանրապես ցավ չի զգացել, ոչ մի ցավազրկող չի խմել, ինձ թվում է այլ մի հոգին էլ ավելի շատ հոգեբանական է, չէ, ինքը ցավոտ չի ու ամենացավոտ չի հաստատ։ Քիթը կարելի է ամբողջությամբ փոխել ռինոպլաստիկայի միջոցով։ Կարելի է քիթը փոխել, միգուցե շատ փոխել, ձևափոխել, բայց պիտի տվյալ բուժառուն հասկանա իր անատոմիական առանձնահատկությունները, հա, այնտեղ մաշկի հաստությունը, ընդհանուր դեմքի ասիմետրիան, այդ բոլորը իհարկե ազդում են վերջնական արդյունքի վրա։ Անի, դուք պատասխանեցիք բոլոր այն միֆ թե իրականություններին, որոնք ես նախապատրաստել էի, եւ եթե ինչ-որ բան կա, որ կցանկանայի անպայման ասել այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ եւ վախենում են գալ ռինոպլաստիկայի, կարող եք ասել։ Ուզում եմ ասեմ, որ դա առաջնահերթ իրանց ներքին ցանկությունն է, երկրորդներ իրանք միշտ պիտի ընտրեն այն տարբերակը, որ ռուսերեն ասում են «здоровая красота», հա, հայերեն։ Առողջ գեղեցկություն, այսինքն կարևոր է առողջությունն է։ Այո։ Առողջ մարմնում, առողջ հոգի հայտնի ասացված կա, ու եթե շնչառական խնդիրներ կան, որոնք կարող են նաև բազմաթիվ այլ հետևանքներ ունենալ, վախենալ պետք չէ, հատկապես այն դեպքում, երբ որ բժշկուհին այսքան հանգիստ, համբերատար եւ շատ վստահելի է։ Շնորհակալություն։ Անի, ես եմ շնորհակալ, որ եկաք, հետաքրքիր զրույց ունեցանք, կարծում եմ, եւ նաև շատ ուսուցողական, դուք գտնվում եք Տաբու YouTube-յան հարթակում, մի մոռացեք, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, իսկ մենք կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։